Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Բարև ձեզ ընկեր Արթուր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Ես լավ, դու։ Լավ, շնորհակալ եմ։ Պատրաստված, տանը պարապած։ Փորձել ես։ Այո, մեր անցած դասի հարցերի վրա պարապել եմ տանը։ Շատ լավ, քիչ էինք մենք նայել, շատ քիչ, ընդամենը 10 հարց ես հիշում եմ։ Մենք կանգ ենք առել առաջին տոմսի 11-րդ հարցի վրա։ Դե 10 հարց մենք միասին նայեցինք։ Ճիշտ է, դա շատ քիչ է, իհարկե պետք է ավելի շատ պարապել, ուղղակի քանի որ մենք միասին եւ կարդում ենք եւ բացատրում ենք, ժամանակը փոքր շատ է գնում, բայց իհարկե այդպես պիտի անենք, որ մեր հեռուստադիտողները հասկանան, կարողանան յուրացնել, շատ ճիշտ է, թե չէ, եթե մենք փորձենք արագ կարդալ եւ ճիշտ պատասխանը նշել անցնել առաջ, նրանց համար կլինի անհասկանալի։ Ինչպես նաև դու պիտի ամբողջությամբ հասկանաս, եթե ինչ-որ բան չես հասկանում, չես նեղվում, չես ամաչում, հարցրու, պետք եղավ տարբեր եղանակներով, տարբեր ձևերով կփորձեմ բացատրել։ Հիմա շարունակում ենք անցնել առաջ, 11-րդ հարցն է արդեն։ Այո, նույն թեստերի, առաջին թեստի 11-րդ, նու սա 10-րդ հարցն է, հաջորդը տան գալու է 11-րդը։ Այստեղ նշված է, տես 20 հարցից 11-րդը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանները կարող են կիրառվել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ պարավելություն ստանալու համար, բնակավայրերում վազանց կատարելու մտադրության մասին մյուս վարորդներին նախազգուշացնելու համար, երբ դա անհրաժեշտ է ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու համար եւ բոլոր դեպքերում էլ իմ կարծիքով վթարը տենց կանխելու համար, պատահարը կանխելու համար։ Նախ պետք է իմանալ, թե որն է ձայնային ազդանշանը։ Սիգնալը։ Շատ ճիշտ է։ Ուրեմն ձայնային ազդանշան կարելի է տալ ընդամենը մեկ դեպքում։ Վթարը կանխելու դեպքում։ Ճիշտ ես։ Կա երկրորդ տարբերակ, թե որ դեպքում էլ է կարելի ձայնային ազդանշան տալ, բայց դա թողնենք հետո կասեմ։ Հիմա չեմ ուզում խառնենք իրար, որպեսզի խառնաշփոթ չստացվի։ Դու իմացի մի պարզ բան, որ ձայնային ազդանշան տալիս ենք ընդամենը մեկ դեպքում։ Դա պատահարը կանխելու դեպքն է, այլ ոչ թե ընկերուհուդ բարևելու, ինչ որ հարևանին ես տեսել, ուզում ես կանչես եւ այլն։ Ոչ։ Իրավունք չունեք։ Այո։ Պատահարը կանխելու դեպքում։ Անցնում ենք հաջորդ հարցի։ Ինչ առավելագույն արագությամբ է թույլատրվում թեթև մարդատար ավտոմոբիլների երթևեկությունը ճանապարհներին բնակավայրերից դուրս։ Բնակավայրերից դուրս 90 կմ/ժ էր։ Շատ ճիշտ է։ Մենք նախորդ հանդիպմանը գրատախտակի վրա գրեցինք 60 կմ/ժ բնակավայրերում, բնակավայրերից դուրս 90 կմ/ժ։ Շատ լավ հիշում ես։ Մի փոքրիկ որոշ բացառություններ կան, ընթացքում որ հանդիպենք այդ հարցերին, կասեմ, թե որ դեպքում է մի փոքր ավել, մի փոքր պակաս թույլատրվում, դրանք ուղղակի հիշելու թվեր են, պետքա փորձես ինչ-որ կերպ հիշել։ Բնակավայրերում բոլորի համար թույլատրելի առավելագույնը 60-ն է, բնակավայրից դուրս 90-ը։ Ստեղ մենք իհարկե նշում ենք ճիշտ պատասխան 90, քանի որ հարցում է բնակավայրերից դուրս։ Սյուզան, անցնենք, մեզ 13-րդ հարցն է հանդիպել։ Տրանսպորտային միջոցի հետևի եզրաչափից 1.2 մետր դուրս ցցված բեռը պետք է արդյոք նշվի օրվա լուսավոր ժամերին մեծ եզրաչափերով բեռ ճանաչման նշանով։ Մենք ճանաչման նշանները միասին չենք սովորել, չգիտենք, բայց կա ճանաչման նշան, որը կոչվում է մեծ եզրաչափերով բեռ։ Հիմա ես գրատախտակի վրա ցույց կտամ այդ ճանաչման նշան։ Նախ ճանաչման նշաններին որ կհանդիպենք, ինք ունենում է կարմիր սպիտակ գույնով այս տեսք ունեցող ճանաչման նշան։ Ինքը ճանապարհային նշան չի։ Սա փակցում է տրանսպորտային միջոցի վրա, որովհետեւ մենք տեսնենք, ճանաչենք, իմանանք, թե ինքը ինչ տիպի է։ Պատկերացրու, սա մեր մեքենան է։ Մենք ինչ որ մի բեռ ենք տեղադրել մեր մեքենայի մեջ, որը իր սահմաններից կողքի եզրաչափերից դուրս է ցցվում։ Հնարավոր է նաև այդ բեռը հետնամասից դուրս ցցվի։ Ուրեմն այ ուշադիր, ես թվերը գրում եմ։ Եթե օրինակ ինչ ենք տեղադրել մեքենայի մեջ, երկար ձող, շատ ճիշտ է։ Ուրեմն պատուհանից դուրս է ցցվել այդ բեռը։
Մինչև 40 սանտիմետր դա 0.4 մետրն է։ Եթե կողքի եզրաչափից մինչև 40 սանտիմետր բեռը դուրս կցցվի, ճանաչման նշանով նշելու կարիք չկա, պետք չի։ Իսկ հետնամասից, հետևի կողմից, մինչև 1 մետր եթե տվյալ բեռը դուրս կցցվի, նորից կարիքը չկա նշելու ճանաչման նշանով։ Բայց եթե այս թվերից ավել դուրս կցցվի, այո, պարտավոր ենք այս ճանաչման նշանով նշել։ Օրինակ, այդ ձողից դուրս եկած հատվածի այդ ծայրամասից փակցնում, ամրացնում, ֆիքսում, ինչ որ ձև, որպեսզի նկատելի լինի, հարևան վարորդները չգան չխփեն, վթար տեղի չունենա։ Հասկացա։ Լավ, հիմա ուշադիր կարդանք։ Ինչա հարցնում։ Եզրաչափից 1.2 մետր։ Իսկ թվում է, հա։ Այո, պետք է նշել ճանաչման նշանով։ Մինչև 1 մետրը ոչ, չենք նշի ճանաչման նշանով, իսկ 1 մետրից ավել 0.4։ Շատ ճիշտ է։ Մինչև 0.4-ը ոչ, դրանից ավել, այո, պարտավոր կլինենք նշելու ճանաչման նշանով։ Քեզ մոտ դու այդ ամեն ինչը գրի, որպեսզի չմոռանաս։ Հաջորդ հարցը։ Որ տրանսպորտային միջոցներին է թույլատրվում կայանումը։ Կայանում։ Հատ տեսնեմ։ Բանի։ Փորձի։ Մենակ բեռնատար մեքենային։ Թույլատրվում։ Թույլատրվում կայանում է։ Հիմա թույլատրվում կա։ Նախ, ինչ նշան է սա։ Սա կանգառն արգելող նշան է, բայց ներքևը կա կանգառն արգելողը չէ։ Ավելի ճիշտ կայանումն արգելող նշան։ Տես մենք ունենք երկու նշան, որոնք իրար շատ նման են։ Հա։ Ուրեմն առաջին նշանը փորձի այսպես հիշել, հեշտ հիշելու համար։ Պատկերացրու մի գիծը կանգառ արգելի, մյուսը կայանում է։ Եվ կանգառ եւ կայանում կատարել նշանը թույլ չի տալիս։ Այսինքն այս նշանը ճիշտ է։ Այս նշանի ազդեցության գոտում ոչ ոք, ոչ մի վարքյանով կանգառնելու իրավունք ստեղ չունի։ Իսկ մյուս նշանը հենց մեզ հանդիպած։ Սա կայանումն է արգելում, բայց կանգառ կատարել կարելի է։ Թույլ է տալիս։ Իսկ կանգառը դա մինչև 5 րոպեն է։ Հասկացա։ Լավ, կայանումը 5 րոպեից ավել անշարժ վիճակի բերել տրանսպորտային միջոցի։ Հիմա ըստ նշանի, նայում ենք նշանին։ Նշանը մեզ կայանել թույլ չի տալիս, որտեղ որ ինքը տեղադրված է, այդտեղից սկսած մինչև իր ազդման գոտու վերջը։ Բայց տակի ցուցանակից ինչ ենք հասկանում։ Ինքը շեշտում է, թե ում է վերաբերվում տվյալ նշանը։ Ում վրա է ազդում։ Այսինքն կայանումն արգելում է միայն ու միայն բեռնատարների։ Այսինքն մեքենայի եւ մոտոցիկլին կարելի է թույլատրվում։ Եվս մի կարևոր բան։ Ուշադիր գրում եմ գրատախտակի վրա քննական տոմսերում ինչ հարց որ քեզ կհանդիպի վերաբերվող բեռնատարներին, դու պիտի հաշվի առնես տվյալ բեռնատարի քաշը։ Եթե բեռնատար, ուրեմն 3.5 տոննայից ավել քաշ ունեցողների մասին է լինելու միշտ եւ միշտ խոսքը։ Բեռնատար։ Մինչև 3.5 տոննա քաշ ունեցող բեռնատարն է ինքը իրականում բեռնատար։ Բայց արի իրեն դասենք թեթև մարդատարների դասին, համարենք, որ ինքը թեթև մարդատար է։ Եթե քաշը 3.5-ից կլինի ավել, նոր կամարվի լուրջ բեռնատար։ Պայմանավորում եք այսպես։ Այո։ Հիմա եթե ստեղ նայի, մի հատ փորձի պատկերացրու տվյալ բեռնատարի քաշը 4 տոննա չլիներ, լիներ 2 տոննա, ինքը իրավունք կունենար ստեղ կանելու։ Չէ։ 2 տոննա եթե լիներ։ Մի րոպե։ 2 տոննա։ Ինքը թեթև մարդատար չի համարվի արդեն։ Այսինքն թույլատրվի։ Կթույլատրվի, հա։ Բայց եթե 3.5-ից ավել կլինի կգերազանցի 3.5-ը։ Սպավորվել, որ այս նշանի տակ եթե որ մեքենա որ նկարված է, իրան թույլ է տալիս կայանել, ոչ թե իրան արգելում է։ Դե նայ, այս նշանը ինքը արգելող նշան է։ Ու բնականաբար պետք է արգելի։ Ճիշտ է։ Արգելող նշանները ունեն կոնկրետ տեսք, ձև եւ գույն։ Արգելող նշանների տեսքը, ձևը, գույնը այսպեսին է՝ կլոր, եզրերը կարմիր։ Այսինքն եթե դու հանդիպում ես նմանատիպ ինչ որ մի նշանի, ուրեմն ինքը քեզ ինչ որ մի բան արգելում է։ Ինչ արգելում է նշանը, կանելն արգելում։ Բայց ում արգելում բեռնատարների։ Թույլատրել կայանելը։ Տես, մի կարևոր բան է։ Եթե չլիներ ցուցանակը, այս ցուցանակը չլիներ, կանելը կարգել էր բոլորին։ Շատ ճիշտ ես։ Բայց ցուցանակով մեզ հուշում է թե ում է արգելվում։
Ուրեմն արգելում է բեռնատարներին, ստեղ ճիշտ պատասխանը թույլատրվում է մարդատար ավտոմոբիլի եւ մոտոցիկլի։ Շատ ճիշտ։ Հաջորդ հարց։ Կայանումն արգելվում է։ Կայանումն արգելվում է։ Կայանումը նորից նույն նշանն է, նախորդ նշանը, որ կայանումը մեզ արգելում էր։ Ուրեմն կայանումը արգելվում է։ Կապ չունի արդեն նշանը տեղադրված է թե ոչ։ Ուրեմն կամուրջ, էստակադա, ուղեկամուրջ դրանց վրա, ինչպես նաև դրանց տակ կանգար կայանում կատարել չի թույլատրվում։ Թվարկված բոլոր դեպքերում։ Եվ վրա եւ տակ։ Այսինքն դու կամրջի վրա չպետք է սպասես տեսնես կայանում արգելող նշանը տեղադրված է, որպեսզի այո, պիտի հասկանաս կամրջի վրա ես կամ տակում ես գտնվում, հասկանաս որ կայանել քեզ չի թույլատրվում։ Ոչ կանգար, ոչ կայան։ Նշաններից որն է կոչում արգելքի շրջանցումը ձախից, ձախ կողմից։ Ինչ ես կարծում, եթե սխալվես ոչինչ դու ասա։ Արգելքի շրջանցումը ձախից։ Այո։ Իմ կարծիքով 4-րդը։ Չորրորդը եւ 5-րդը ոչ։ Չորրորդը եւ 5-րդը քեզ ինչ են ասում, որ հատվող ուղղությամբ ձախից աջ կամ աջից ձախ միակողմանի փողոց միակողմանի, որպեսզի դու հանկարծ մուտք չգործես միակողմ ուղղություն, հակառակ ուղղություն։ Այդ ճիշտ պատասխանը 3-րդն է։ Այս նշանը ասենք շեղա տեղադրված ցույց է տալիս աջ կողմը կամ ձախ կողմը։ Իսկ որն է այդ արգելքը։ Արգելքը դա ճանապարհի մակերևույթից բարձր ինչ որ մի հատված է։ Ենթադրենք պատ, սյուն, ստորբա, ինչ որ եզրաքար, բորձյուր, ինչ որ մի բան, որը ճանապարհի մակերևույթից բարձր է, ու դու պարտավոր ես շրջանցելու այն կողմից, որ սլաքով քեզ ցույց է տալիս։ Ուրեմն այդ արգելքը կշրջանցես ձախից կամ աջից այս նշանի դեպքում։ Լավ, որ կողմ որ ցույց կտա աջ թե ձախ։ Նշում ենք 3-րդը ճիշտ պատասխան, արգելքի շրջանցումը ձախից։ Անցնենք հաջորդին։ Հերթ հասավ 17-րդ հարցին, առաջի տոմսում ենք մենք։ Թույլատրվում է արդյոք, ուզում ես դու կարդա։ Թույլատրվում է արդյոք ավտոբուսի վարորդին մուտք գործել Խաչմերուկ տվյալ իրադրությունում։ Ինչ ես կարծում թույլատրվում է թե ոչ, ինչ իրավիճակ է, տես ասում է իրադրություն։ Ավտոբուսը հետևինն է, չէ՞, դա տրոլեյբուսն է։ Տվյալ իրադրությունում մի րոպե։ Իսկ ինչ իրադրություն է, նկարով դու տեսնում ես։ Իմ կարծիքով է տրոլեյբուսի այդ գծերը չեն ուղում։ Այսինքն ունի հնարավորություն առաջ շարժվելու ավտոբուսի վարորդը։ Ոչ։ Ոչ։ Իսկ եթե չունես հնարավորություն Խաչմերուկը ազատելու, ուրեմն մուտք գործելու իրավունք էլ չես ունենա։ Եթե մուտք գործես Խաչմերուկ ու չազատես այդ Խաչմերուկը, ավելորդ խցանում, ավելորդ լարվածություն կառաջանա, ճիշտ է թե ոչ։ Ուրեմն ոչ։ Պետք է սպասել այնքան, ինչքան դրա կարիքը իհարկե կլինի։ Երբ որ դիմացը արդեն կլինի ազատ, կունենաս հնարավորություն շարունակելու, նոր կշարունակես քո երթևեկությունը։ Մյուս հարցը տեսնենք, հարցի պահանջը։ Եթե կարգավորողի ձեռքերը կողմ են պարզված կամ իջեցված են, ապա ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է թիկունքի եւ կրծքի կողմից միայն դեպի աջ, ձախ եւ աջ կողմերից ուղիղ եւ դեպի աջ, ձախ եւ աջ կողմերից միայն ուղիղ։ Արի սա ունի մի փոքր բացատրություն։ Փորձեմ բացատրել։ Անկամ հիմա ես կկանգնեմ, պատկերացրու ես այդ կարգավորողն եմ։ Լավ։ Նախ կարգավորողի ժեստերը։ Ինչ վերաբերում է այս հարցին, ձեռքերը կողմ են պարզած կամ իջեցված։ Հետ նույնն է։ Դու մտքով պատկերացրու, եթե տոմսերում կկարդաս կամ նկարի տեսքով կտեսնես ձեռքի իջացրած, մտքով կարող ես ձեռքերը բարձրացնել վերև։ Սա նույն դիրքն է։ Հա, պատկերացրու ես երկար այսպես կանգնել չեմ կարող, ձեռքերս իջացրել եմ։ Բայց ավելի հեշտ կլինի, որ դու մտքով ձեռքերը բարձրացնես վերև։ Հիմա իմ ասածին փորձի հետևել եւ հիշել։ Ես հեշտ ձևը ասում եմ։ Դու իբր պատկերացրու ինքը կանչում է։ Թևերի, մատերի օգնությամբ։ Ում է կանչում։ Դու ասա, ում եմ կանչում ես։ Մեքենաներին։ Այո, որ կողմից։ Ձախ ու աջ։ Ձախ ու աջ կողմից։ Ձախ եւ աջ թևերի կողմից մոտեցողներին կանչում եմ եւ թույլ եմ տալիս կամ ուղիղ կամ աջ։ Պատկերացրու, աջ կողմից մոտեցողներին ասում եմ, եկեք, բայց գնացեք կամ ուղիղ կամ աջ։ Նույնը մյուս կողմից, կամ ուղիղ կամ աջ։
Փորձեն գրատախտակի վրա նկարել այս ամենը։ Խաչմերուկ նկարենք Այո, մի հատ։ եկեք խաչմերուկ նկարել, արի իրար հետ էսա փորձենք։ Որպեսզի լինի ավելի պատկերավոր։ Ինչքան էլ քո մոտ դու գրես ձախ եւ աջ կողմերից ուղիղ կամ աջ, բայց նկարով ինձ թվում է ավելի լավ կպատկերացնես եւ կհասկանաս։ Ահա նկարենք ինչ որ մի խաչմերուկ։ Պատկերացնենք սա մեր կարգավորողն է։ Սա որ իրա որ թևն ասա դու ասա։ Աջ։ Ճիշտ է։ Մեր կողմից ձախ է երևում, բայց Բայց իրա աջ թևն է, իրա էական աջ թևն է։ Ահա, այս էլ իրա ձախ թևը։ Այս մեքենան մոտենում է իր աջ թևի կողմից։ Աջ կողմից։ Ուրեմն թույլատրելի ուղղությունը կլինի այս դեպքում ուղիղը, եւ աջ։ Հասկացա։ Իսկ մյուս վարորդը, որը որ մոտենում է նրան ձախ թևի կողմից, ելի նորից կթույլատրվի նույն բանը, կթույլատրվի ուղիղ եւ աջ։ եւ աջ։ Այսինքն այս դիրքով թույլատրելի ուղղությունն են ուղիղը կամ աջ։ Աջը։ Պատկերացրինք, փորձենք հիշել։ Այո։ Ստացվեց Ձախ եւ աջ կողմերից միայն ուղիղ։ Շատ ճիշտ է։ Ուղիղ եւ դեպի աջ։ Ձախ եւ աջ կողմերից ունենք նման պատասխան։ Այս է ուղիղ եւ դեպի աջ։ Շատ է։ Կարմիր ավտոմոբիլի վարորդը պետք է զիջի ճանապարհը, թե ունի առաջնահերթ երթևեկելու իրավունք։ Ունի առաջնահերթ երթևեկելու իրավունք նկարեցիք։ Ինչու՞։ Ոնց ես մտածում, արի փորձենք։ Գլխավոր չէ, բայց գլխավորի բան չկա։ Ստեղ կա լուսացույց։ Հա։ Արդեն գլխավոր երկրորդական չկա։ Ուղղակի ստեղ մի բան պետք է իմանալ, Սյուզան։ Տես, գոյություն ունի սեկցիա։ Սեկցիան կողքից ավելացված մի կտոր առանձին լուսացույցն է։ Իսկ սեկցիայից օգտվողը իմացի, որ պարտավոր կլինի զիջելու ճանապարհը։ Հիմա կարմիր մեքենան ուղիղ է շարունակում, ուղիղ շարունակողների համար սեկցիա է, ճիշտ է։ Ինքը քանի որ սեկցիայից է օգտվում։ Ու պետք է զիջի ճանապարհը, հասկացա։ Ճիշտ է։ Շատ էլ որ իր համար կանաչ է, բայց սեկցիայից օգտվողը պարտավոր կլինի զիջելու ճանապարհը։ Այս սեկցիայից օգտվողը չի զիջի ճանապարհը մի դեպքում, երբ որ հիմնական լուսացույցն էլ լինի կանաչ։ Հա։ Պատկերացրի, եթե հիմնական լուսացույցի ազդանշանը կարմիր է ու դու օգտվում ես այդ պայն սեկցիայից, դու պարտավոր կլինես զիջելու խաչմերուկում այլ ուղղությունից մոտեցող բոլոր տիպի տրանսպորտային միջոցների։ Ստեղ զիջում է կարմիր մեքենայի վարորդը, պատճառն էլ ասում են։ Այդ սեկցիայից օգտվելն է։ Պետք է զիջի ճանապարհը։ Հաջորդ հարցը։ Երբ տուժածը ունի վերջույթի բաց կոտրված կապը, օգնություն ցուցաբերելիս անհրաժեշտ է անմիջապես բարձրացնել տուժածի վերջույթը, ստերիլ անձեռոցիկով ծածկել վերքը եւ անշարժացնել վնասված վերջույթը, ուղղակի ճնշմամբ դադարեցնել արյունահոսությունը, տեղադրել սառը թրջացնել վերքին։ Լավ, սա բուժօգնության հարցերից է, վերջի հարցը, այսինքն քեզ հանդիպելու է, որ գնանք քննության, բոլոր տոմսերում էլ մեկ հարց բուժօգնությունից մեզ իհարկե հանդիպելու է, իրենց պատասխանները մենք հետո միասին ավելի առանձին կսովորենք, լրիվ առանձին որպես թեմա, բայց ուղղակի քանի որ հանդիպել աստեղ հիմա կնշենք ու մակերեսորեն թրոցիկ իրանց պատասխանը ես թեթև կասեմ, լավ։ Տես, տուժածի վերջույթը դա թևնել, ոտքնել կարա, վերջույթը թևն ու ոտքն է, ճիշտ է։ Բարձրացնել չի կարելի բաց կոտրվածքի դեպքում, եթե կոտրվածը ավելի կարա ոլորվի, ավելի, հա։ Ստերիլ անձեռոցիկով ծածկում ենք վերքը, որպեսզի իհարկե ինֆեկցիա չանցնի, իսկ անշարժացնելը գիտես չէ որ նա ֆիքսում են ինչ որ ձև, ու ֆիլմերից էլ տեսած կլինես, ինչ որ ձող, ինչ որ մի բան դնում, կապում են, որպեսզի ֆիքսվի անշարժ վիճակում մնա։ Սա կհամարվի իհարկե ճիշտ պատասխան։ Կնշենք սա։ Եվ վերջապես սա մեր վերջի հարցն էր առաջին տոմսի ու շնորհավոր։ Վերջին հարցին էլ մենք միասին միամուռ ուժերով ճիշտ պատասխանեցինք։ Նու հաջորդ հանդիպանը իհարկե կանցնենք հաջորդ թեստերին։ Մենք միասին կորոշենք, եթե կցանկանանք կանցնենք հաջորդ հարցին, կցանկանանք խառը սկզբունքով միասին կնայենք, ոնց կցանկանանք։ Լավ, նո ցանկալի է որ հերթականությամբ երկրորդ, երրորդ, չորրորդ թեստերին իհարկե մենք ժամանակ ունենք, դու ինքդ էլ շատ ժամանակ ունես, հա, միասին կպարապենք,
Պետք է ավելի առանձին ըստ նյութերը ըստ խմբերի կպատասխանենք հարցերի, կարող ենք նաև այս եղանակով թեստերի միջոցով պարապել, մի խոսքով ամբողջությամբ պարապենք Հասկացա։ Ես մի հարց ունեմ ճիշտն ասած, ինձ հետաքրքիր է բոլոր թեստերում է 20 հարց լինում։ 20-ից 20։ Այո, բոլոր թեստերում։ Ու ամեն մեկը մի միավոր։ Ամեն մեկը մի միավոր, դու իրավունք ունես սխալվելու 2 հարցի, ոչ ավել։ 18-ից ցածր արդեն դա չի համարվում։ Բայց միասին պետք է ունենանք այնպիսի հաջողություն, որ իհարկե 18 չլինի, անգամ 19 չլինի։ 20-ից 20։ Իհարկե։ Այո։ Մի քիչ երկար կպարապենք, բայց 20 միավոր մենք ձեռք կբերենք։ Շնորհակալ եմ շատ ընկեր Արթուր, կհանդիպենք մյուս դասին։ Ես եմ շնորհակալ, համեցիր ձեզ։ Դե ինչ, այսօրվա համար ես եւ ընկեր Արթուրը պատրաստել էինք այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17-ին Կենտրոն TV-ի եթերում։ Դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։